Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Հոխիկյան։ Տիկին Հոխիկյան, նախ հասկանանք ինչի մասին է այս խորհրդավոր լռությունը մի կողմից մեր ընդդիմադիր շրջանակների, որոնք դեռևս չեն հայտարարում իրենք մանդատները վերցնելու են, չեն վերցնելու, այդ իմաստով ինչ որոշում ունեն, եւ մյուս կողմից լռությունը պաշտոնական Կրեմլից, Մոսկվայից նկատի ունեմ այն իմաստով, որ շնորհավորանքներ դեռևս չկան, խոսակցությունները միայն նրա մասին են, որ իրենք անհանգստացած են, թե ինչքան ապալեգիտիմ է Հայաստանում վերջին ընտրությունները, այդ ընտրակեղծարարությունները եւ այսպես շարունակ, ինչ միտում ունեն նման խոսակցությունները եւ արդյոք այս լռությունը նաեւ նրա մասին է, որ որոշակի անսպասելիություն կա կամ շոկային դրսևորումներ։ Եկեք արձանագրենք, որ հայաստանյան ընդդիմությունը կամ այլ կերպ ասած ռուսական պրոքսիները տեղում համակարգվում են դրսից կամ այլ կերպ ասած Մոսկվայից։ Այդ իսկ պատճառով նրանք ինքնուրույն չեն իրենց գործելավճում եւ քանի որ Մոսկվան դեռ նոկաուտի մեջ է, պայմանավորված նրանով, որ նրանք թերևս պլան B ինչպես միշտ չունեին, այսինքն այլընտրանքային տարբերակներ կամ պլաններ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի դեպքում չէր մշակվել, այդ իսկ պատճառով նրանք դեռ պահպանում են երկար պաուզան կամ time out են վերցրել վստահ են որ հաղթելու են այսինքն այո այդպիսի տպավորություն կա որովհետև եթե ոչ այդ դեպքում նրանք ալտերնատիվ ինչ որ պլան պիտի ունենային կամ ինչ որ ալտերնատիվ պլանով պիտի հանդես գային առնվազն քանի դեռ այնտեղ չեն կողմնորոշվել բնական է որ նրանց պրոքսիներն էլ այստեղ ինքնուրույն կամ ինքնագործունեություն ծավալելու դերս հակվածություն չպետք է ունենան սրանով պայմանավորված մենք պարզապես կտեսնենք այնինչ տեսնում ենք հիմա ժամանակ ձգելու ժամանակ գնելու տակտիկաներ Մեդուզայի վերջին հրապարակմանը պարզապես հղուման է, որը որ հավաստում էր, որ Մոսկվան մետադիչկա է իջեցրել իր պետական հեռուստաալիքներով հեռարձակվող տարատեսակ պրոպագանդիստական հաղորդումներին, որպեսզի նրանք հայկական ընտրությունները որակեն ապալեգիտիմ, խախտումներով անցկացված եւ այլն, նույն խոսույթը մենք տեսնում ենք նաեւ նրանց տեղական պրոքսիների կողմից։ Այնպես որ ես կարծում եմ, քանի դեռ Մոսկվայում չեն կողմնորոշվել, թե ինչպես կարող են դեմքը փրկելով մաքսիմալ այս իրավիճակից դուրս գալ, տեղի ընդդիմությունն էլ ինչ որ կոնկրետ քայլերի չի գնա։ Իդեպ մամուլում արդեն տեղեկություններ են հայտնվում ընդ որում ընդդիմադիր մեդիայում, որ ճնշումներ կան Ռուսաստանի Դաշնությունից երկու հայտնի ուժերի վրա, ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքների մասին է խոսքը եւ նրանք այնուամենայնիվ ստիպված են լինելու վերցնել մանդատները, թեև այդքան էլ այդ հանգամանքով ուրախ չեն, եւ նաեւ այդ նույն հրապարակման մեջ խոսվում է այն մասին, թե գալով խորհրդարան, ինչպիսի խոսույթով են հանդես գալու եւ ինչպես են փորձելու, այսպես ասած, խորհրդարանում այն նույն պատկերը պահել, ինչ մենք ունեցել ենք նախկին խորհրդարանում, նախորդ խորհրդարանում, ինչը կկարծում իսկապես նրանք ի վերջո վերցնելու են մանդատները։ Դեպքին դա նրանց որոշելիքը չէ, կարծում եմ ինչպիսին կլինի հրահանգը, այդպես էլ կվարվեն, բայց եկեք միևնույն ժամանակ հասկանանք, որ անգամ եթե այդ ուժերի ղեկավարները հակված չլինեն վերցնելու, ինչին ես մեկ րոպե անգամ չեմ հավատում, որովհետև Քոչյանի դեպքում բազմիցս տեսել ենք նրա ղեկավարած ուժի դեպքում, բազմիցս նախկինում էլ տեսել ենք նմանատիպ հայտարարություններ կամ մանիպուլյացիաներ այդ ուղղվածությամբ, բայց նրանցից եւ որևէ մեկը մանդատից չի հրաժարվել, ավելին երբ որ ժամանակին նույն Լևոն Քոչարյանը խնդիր ունեցավ օրենքի հետ, նրանից առաջ գտնվող առնվազն 4-5 հոգի շատ արագ հրաժարվեցին իրենց մանդատներից կամ մանդատ ունենալու իրավունքից, որպեսզի Լևոն Քոչարյանը դառնալով պատգամավոր չհայտնվի իրավապահների ձեռքերում։ Այնպես որ այս դեպքում էլ ինչպես կորոշեն Մոսկվայում ու նաև գիտեք այդ ցուցակի անդամներից շատերի հետ կապված նաև կարող են խնդիրներ առաջանալ ցուցակների գլխավոր անձանց կամ այդ նույն քաղաքական ուժերը գլխավորող քաղաքական գործիչների մոտ, թեպետ դժվարանում եմ քաղաքական գործիչներ անվանել նույն ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին, բայց այնուամենայնիվ դժվար է լինելու համոզել 200 կամ 200 պլյուս ցուցակ ունենալու հանգամանքում կամ պարագայում բոլոր մարդկանց, որպեսզի նրանք դիմում գրեն հրաժարվեն պատգամավոր լինելու իրավունքից։ Այնպես որ անկախ նրանից կհրաժարվեն նրանք, չեն հրաժարվի, սա էլ իր հերթին, խորհրդարանը միևնույն է գործելու է այնպես, ինչպես օրենքով ցուցված է, համանadությամբ ցուցված է, վերջերս 2 օր առաջ էր, եթե չեմ սխալվում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը իր հարցազրույցում հստակ նշեց, որ չկա կարգավորում, որով պայմանավորված, եթե անգամ նրանք հրաժարվեն իրենց մանդատներից, ապա խորհրդարանը ապալեգիտիմանում է
ինքնին։ Այնպես որ իրենց որոշումն է, կարող են վերցնել, կարող են չվերցնել, իրավիճակը դրանից առանձնապես չի փոխվելու։ Գիտեք, որ ընտրություններից առաջ Տիկին Հոկիկյան շատ էր խոսվում հետընտրական զարգացումների մասին, ընդ որում անգամ Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարում, որ եթե իրենց հաղթանակը գողանան, գնալու են հեղաշրջման ճանապարհով, որքան էլ որ ծիծաղելի չհնչի։ Հիմա էլ հայտարարում է, որ սահմանադրական դատարան են դիմելու, որպեսզի բողոքարկեն այս ընտրությունների արդյունքները։ Սրանք պարզապես հայտարարություններ են սեփական դեմքը փրկելու համար, թե ամեն դեպքում հետընտրական զարգացումների համար դուք որևէ մոտիվացիա տեսնում եք։ Ես ընտրություններից առաջ եմ բազմիցս նշել, որ հետընտրական զարգացումների համար առնվազն գաղափարապես ակտիվ նախ հետևորդներ են անհրաժեշտ, ոչ թե վճարովի ցույցերին բերվող հետևորդներ, ու նաև անհրաժեշտ է, որպեսզի օրինախախտումներ լինի, այսինքն մարդիկ պետք է զգան, որ ընտրությունը իրենցից գողացել են, ինչպես մինչև 2018 թվականն էր։ Եթե անարդարության զգացումը չկա, որպես այդպեսին, այսինքն դու քվեարկել ես, ստացել ես քո քվեին համապատասխան։ Եթե դա չկա եւ չկա նաև գաղափարապես ագրեսիվ կամ կռվելու տրամադրված, եթե կարող եմ այդպես ասել, մարդիկ կամ մարդկանց բազմություն տվյալ դեպքում ես նախկինում էլ հիմա էլ քիչ եմ հավանականությունը համարում, որ կլինեն հետընտրական զարգացումներ։ Ինչպես եւ նախկինում, երբ Քոչարյանը նախորդ ընտրություններից հետո նշեց, որ կվիճարկի արդյունքները եւ կարծես թե վիճարկեց, բայց որևիցե ինչ որ արդյունքի չհասավ, հիմա էլ կարծում եմ այդ ճանապարհով կգնան, մինչեւ ինչպես նշեցի, Կրեմլում կկողմնորոշվեն, թե իրենց գործողությունների պլանը ինչպիսին է լինելու։ Այնուամենայնիվ հանրային դժգոհություն կա որոշակի այն իմաստով, որ հանրության մի ստվար զանգված այսպես անարդար է համարում, որ մարդիկ, ովքեր 5-10 տարի Հայաստանում չեն ապրել, իրենց մարքի վրա չեն զգացել ներսում իրականությունը տեղի ունեցողը, կարող են գալ եւ քվեարկել հօգուտ այս կամ այն ուժի, հատկապես մենք տեսանք Ռուսաստանի Դաշնության պարագայում շուրջ 100,000 մարդ է եկել Ռուսաստանի Դաշնությունից, այդ մասին դեպ փաստերի ստուգման հարթակն է հրապարակել։ Տիկին Հոկիկյան, ինչ է կարծում, սա օրենսդրական բաց է եւ այս ընտրությունները պիտի դառնան նաեւ ցուցիչ, որպեսզի նման բացերը հետագայում, այսպես ասած, ծածկվեն։ Մերպես փոքր պետությունների համար կարծում եմ սա ոչ թե պարզապես օրենսդրական բաց է, այլև կարծում եմ անվտանգային խնդիր է։ Այսինքն մարդիկ, ովքեր չեն ապրում Հայաստանի Հանրապետությունում, թեպետ եւ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, չեն կապում իրենց եւ իրենց երեխաների ապագան Հայաստանի Հանրապետության հետ, կարող են գալ եւ որոշել Հայաստանի Հանրապետության ապագան։ Ավելին ասեմ, գիտեք, հիմա տեսան, որ այնուամենայնիվ նման մեխանիզմ կարելի է աշխատացնել, մինչ այս կամ մինչ վերջին ընտրությունները նման մեխանիզմներ չէին առաջարկվել, չէին կիրառվել, ապա ստացվում է, որ բազմաթիվ Հայաստանի Հանրապետության ոչ քաղաքացի հայեր, ովքեր դրսում բնակվում են, կարող են առաջիկա 5 տարիների ընթացքում գալ անձնագիր ստանալ եւ հաջորդ ընտրություններին ուղղորդվել ընտրություններում ընտրելու այն քաղաքական ուժի ներկայացուցչին կամ քաղաքական ուժին, որը որ հաճո է ինչ որ X արտաքին ուժին։ Այսօր դա Ռուսաստանն է, վաղը կարող է լրիվ այլ պետություն լինել։ Այնպես որ սա արտաքին անվտանգության խնդիր պետք է դիտարկվի իբրև եւ կարծում եմ, որ պատկան մարմինները եւ հատկապես պարլամենտը սրանով պիտի զբաղվի այն իմաստով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով այստեղ բնակվում է, պետության հետ կապել է իր ապագան, այստեղ արարում է եւ այլն, ինքը իրավունք ունենա որոշելու, թե իր պետությունը ինչ քաղաքական ուղի պետք է վերցնի եւ ինչպես պետք է առաջնորդվի ապագայում։ Եվ ի վերջո Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստվում է շնորհավորել, թե չսպասել նման քայլի, որովհետև շատ են շահարկումները, թե օրինակ վարչապետին այսօր նաև նման հարց էին ուղղում, թե եթե Ռուսաստանը չճանաչի մեր ընտրությունները, ինչ եք անելու, ինչպես եք վարվելու։ Դա մեծ բան է փոխում մեր իրականությունում, Տիկին Հոկիկյան։ Նախ եկեք արձանագրենք մի բան։ Եթե նախկինում նույն Ռուսաստանի գործընկեր պետությունները ՀԱՊԿ-ում կամ նույն ԵԱՏՄ-ում երբևէ չեն շնորհավորել մեր ընտրություններից հետո Վլադիմիր Պուտինից կամ Ռուսաստանից առաջ, ապա այս ընտրությունների համայնապատկերում տեսանք, որ մեր ռազմավարական գործընկեր Ղազախստանի նախագահ Տոկաևը առաջիններից մեկը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին վերընտրվելու կապակցությամբ, ավելին ԵԱՏՄ մյուս անդամ
Ղրղստանի նախագահը, նույնպես եթե չեմ սխալվում 3 հանդես եկավ շնորհավորանքով։ Այսինքն փաստացի ունենք պատկեր, որտեղ ԵԱՏՄ պետություններից միայն Ռուսաստանը եւ Բելարուսը չեն շնորհավորել Հայաստանից այսօր։ Ռուսաստանը, ինչպես նշեցի եւ մնում եմ այդ կարծիքին, դեռ նոկդաունի մեջ է, թայմ աութ է վերցրել, որպեսզի հասկանա թե ինչպես կարող է փրկել իր դեմքը, պայմանավորված իր իհարկե վարկով նախընտրական ժամանակահատվածում դրսևորված, որովհետեւ եթե հետևել եք ռուսական եթերներին առնվազն նախընտրական ժամանակահատվածում, ապա պիտի տեսնեիք, որ ջանք չի խնայվել պետական հեռուստաալիքներով Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի ուղղությամբ ցեխ շպրտելու իմաստով, վարկաբեկելու իմաստով այդ քաղաքական ուժի եւ Նիկոլ Փաշինյանին անձամբ էպիտետներին առհասարակ չեմ անդրադառնա, որոնք կիրառվել են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ու այս ամենով հանդերձ նրանք որևիցե հաջողությամբ փաստացի չհասան։ Այս ամենով ընտրակաշառքներով դրսից Հայաստան ուղղորդված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով բնական է, որ սա ինչ որ չափով պետք է նրանց շոկահարեր եւ հաշվի առնելով, որ նրանք ինչպես նշեցի արդեն պլան B ունենալու իմաստով առանձնապես երբևէ աչքի չեն ընկել, այսինքն սովորաբար գրեթե երբեք չունեն պլան B, ինչպես պետք է վարվեն, եթե իրենց պլաններում չհասնեն հաջողության։ Ապա կարծում եմ, որ հիմա նրանք փնտրում են տարբերակներ կամ ճանապարհ դեմքը փրկելու միջոցով այնուամենայնիվ իրավիճակից դուրս գալ։ Ասեմ, որ քննարկվում է նաև այն հարցը, որ Դոնալդ Թրամփի շնորհավորելուց հետո կարծես թե լսում ենք, որ նրանք բավականին նեղսրտած են այդ հանգամանքով պայմանավորված եւ Դոնալդ Թրամփի շնորհավորանքով անմիջապես եւ Տոկաևի շնորհավորանքով անմիջապես եւ առհասարակ։ Այսինքն արձանագրենք երկու բան։ Ռուսաստանում չեն կողմնորոշվել, փնտրտուքի մեջ են թե ինչպես դուրս գան այս իրավիճակից եւ միևնույն ժամանակ փրկեն դեմքը։ Արձանագրվեց, որ նույն ԵԱՏՄ պետություններում Ռուսաստանը այլևս միանձնյա առաջնորդություն որպես այդպեսին չունի, ու նաև արձանագրվեց հերթական անգամ եւս մի բան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս ինքն է որոշելու իր պետության, իր երեխաների եւ իր ապագան։ Դա վիրավորում է կարծես թե Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես դուք նշեցիք, այդքան ռեսուրսներ, այդքան շատ ՀՀ քաղաքացիներ ուղղորդել դեպի այս ընտրություններ, ֆինանսական այդքան ներդրումներ ու պարտվել մի տեսակ բարդ է երևի այդ իրականության հետ բախվելը։ Կայսերապաշտական նկրտումներ ունեցող ցանկացած պետություն կամ ցանկացած նախկին կայսրություն կարծում եմ, որ նմանատիպ զգացողություններ թերևս պետք է ունենա, ուղղակի Ռուսաստանի դեպքում երկար են ջղացքումները տևում կայսրության փլուզումից հետո եւ նրանք էլ մինչ այսօր չեն հաշտվել առասարակային հանգամանքի հետ, որ նրանք այլևս կայսրություն չեն, գերտերություն են անշուշտ, մեծ պետություն են անշուշտ, բայց այլևս կայսրություն չեն եւ նրանք չեն ուզում համակերպել այն հանգամանքի հետ, որ իրենց նախկին այսպես ասած սատելիտ պետություններին այլևս չի կարելի վերաբերվել այնպես ինչպես նախկինում։ Հետո մի բան էլ արձանագրենք, Ռուսաստանի Դաշնությունը այս տարածաշրջանում բավականին լուրջ շահեր ունի եւ նրանք բազմիցս նշել են եւ վերջին 1 ամսվա եւ դրան նախորդող ժամանակահատվածում, որ եթե Հայաստանը կորցնեն, ապա առհասարակ կորցնում են իրենց ազդեցությունը ողջ Հարավային Կովկասում, ավելին կորցնեն ոչ միայն ազդեցությունը Հարավային Կովկասում կամ ինչ որ պահին կարող են կորցնել իրենց ազդեցությունը նաև Կենտրոնական Ասիայի վրա։ Ինչու հիմա հիմնավոր եմ։ Տեսեք, այն նույն TRIP նախագիծը, որը մեր ընդդիմադիրների կողմից բազում անգամներ փորձել է ներկայացվել իբրև իրենից ոչինչ չներկայացնող մի բան, ընդամենը 44 կիլոմետրանոց ճանապարհ, որը ոչինչ չի որոշելու եւ այլն, նույն ռուսական տարբեր քաղաքական գործիչների եւ փորձագետների կողմից իր կարեւորությամբ տարբեր այսպես առիթներով հավասարեցվել է նույն Բաբել Մանդեբի կամ Հորմուզի նեղուցներին իր կարևորությամբ տարածաշրջանի դեպ։ Ինչու, որովհետև այն հանդիսանում են միջին միջանցքի ամենակարևոր հատվածներից մեկը։ Եվ նրանք նեղսրտում են սարսափելի, որ իրենց չհաջողվեց պահել ավելի ճիշտ ձեռք բերել ազդեցություն այդ 44 կիլոմետրանոց հատվածի վրա, որը իրենց հնարավորություն կտար վերահսկելու ոչ միայն Հարավային Կովկասով անցնող կապակցման այսպես կապուղիները, այլև հնարավորություն կտար նաև վերահսկելու ինչ որ չափով Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա եւ Եվրոպայից դեպի Կենտրոնական Ասիա գնացող տրաֆիկը։ Այնպես որ սա է նաև այն պատճառներից մեկը, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում հաշտվել այն պարագայի հետ, որ նրանց
չհաջողվեց ստիպել Հայաստանի Հանրապետությանը ոչ միայն զիջելու այդ հատված, այլ առհասարակ զիջելու Ռուսաստանին այս ռեգիոնում։ Տիկին Հոխիկյան, հասկանանք նաև արդյոք դաշ չեղավ այդ նրբությունը, որ այնուամենայնիվ սպառնալիքներով նաև հնարավոր չէ որևէ բան փոխել, նկատի ունեմ ՀԱՏՄ շրջանակներում այդ սպառնալիքները, արգելքները, ջերմուկի, ելակի, պտուղ բանջարեղենի, արդեն ծիրանի ու խաղողի մեջ են խնդիրներ գտել, եւ որոնք իդեպ ծիրանի ու խաղողի մեծ մասը դեռ չի էլ աճել, բայց իրենք խնդիրը արդեն արձանագրել են։ Մենք տեսանք, որ ընտրություններից առաջ նախընտրական շրջանում ինչ որ իմաստով գազի գինը, գյուղացիներին էին փորձում այդպես նաև ահաբեկել, որ մեր շուկան կփակենք ձեր առաջ։ Հիմա ընտրությունների արդյունքները արդեն ըստ էության կան, այսօր Լավրովը խոսել է հապկյում Հայաստանի անդամավճարներ չվճարել է 2 տարի եւ ավելի եւ ասում են, որ մենք կարող ենք խնդիր դնել նրանց հապկից հեռացնել։ Հիմա սա իրենց շահերից է արդյոք բխում եւ արդյոք Ռուսաստանում դեռ չեն ընկալում իրականությունը, որ այնուամենայնիվ վախի եւ սպառնալիքի լեզվով խոսելը դա լավագույն բանը չէ, որ կարելի անել դաշնակից պետության հետ։ Եկեք արձանագրենք երկու բան։ Նախ Ռուսաստանի Դաշնությունը նախկինում Հայաստանի եւ Ադրբեջանի նաեւ դեմ օգտագործում էր նույն նպատակով, իբրև լծակ օգտագործում էր կոնֆլիկտը այլևս չկա, նրանց մնացել են տնտեսական եւ մի շարք այլ ուղղություններով արձանագրված լծակներ։ Հիմա նրանք գործի են դրել այն լծակները, ինչ որ առհասարակ նրանք ունեն Հայաստանի Հանրապետության դեմ, որոնք գնալով փոքրանում են։ Բայց այստեղ մի բան հասկանանք, էլի ՀԱՊԿ հիշեցիք, ՀԱՊԿ-ի իմաստով ճնշում գործադրելով, Հայաստանի Հանրապետության վճարած գումարի դիմաց զենք չտալով, այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունը բավականին լուրջ վիճակում էր պայմանավորված Ադրբեջանի կողմից գործադրվող ագրեսիայով Հայաստանի Հանրապետության անմիջական տարածքների նկատմամբ, նրանք Հայաստանին ստիպեցին փնտրելու այլընտրանքային ճանապարհներ, սառեցնելու մեր անմիջական անդամակցությունը ՀԱՊԿ-ում եւ զենք ձեռք բերելու մի շարք այլ շուկաներից։ Արդյունքում մենք ոչ թե թուլացանք, այլ փաստացի ունենք մի շարք այլընտրանքային դիվերսիֆիկացված շուկաներ, որտեղից զենք ենք ձեռք բերում, շատ ավելի լավ որակի եւ ավելի մեծ բազմազանությամբ, քան ունեինք նախկինում։ Հիմա այս տարբերակում էլ մենք փաստացի հնարավորություն ենք ստանում կոմֆորտի զոնայից դուրս գալու եւ կոնկրետ քայլեր ձեռնարկելու, որպեսզի իսկապես դիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը ամենատարբեր ուղղություններով եւ փաստացի մեր մի շարք պարտներ պետություններ, այդ թվում նաեւ Եվրոպական միությունը, հայտարարել են, որ կօգնեն ինչով կարող են եւ կոնկրետ գործնական նաեւ քայլեր են այդ ուղղությամբ արել։ Այնպես որ այս դեպքում էլ Ռուսաստանը փաստացի չափից ավել թերևս, հա, սեղմելով այն լծակների վրա, որոնք մնացել են իր ձեռքին, ստիպելու է Հայաստանին այլընտրանքային տարբերակներ գտնել եւ ի վերջո ազատվել այն բոլոր կրիտիկական կախվածություններից, որ մենք ունեինք Ռուսաստանի Դաշնությունից։ Այնպես որ ես սրան ավելի շատ իբրև հնարավորության եմ նայում, քան թե իբրև խնդրի։ Այո, անշուշտ, եթե խնդիր չառաջանա, կարծում եմ մարդկանց մեծամասնությունը այլընտրանքային տարբերակներ չի փնտրելու, այլընտրանքային տարբերակների կամ իր հնարավորությունների դիվերսիֆիկացիայի հետևից չի գնալու։ Այդ իսկ պատճառով այստեղ էլ կարծում եմ ավելի շատ հնարավորություն կա Հայաստանի Հանրապետության կողմից ավելի արագ քայլերով դիվերսիֆիկացնելու իր անմիջական գործընկերների հետ միասին, քան թե իրականում նստելու եւ սպասելու, թե ինչ կորոշի Ռուսաստանի Դաշնությունը։ Ռուսաստանի Դաշնությունն էլ բազմիցս էլի տարբեր առիթներով նշել են, որ կարծում եմ, եթե շարունակի նման կացնային քաղաքականությունը, ապա նրան Հայաստանի Հանրապետության ընտրությունը պարզապես կարող է դուրս չգալ, ինչպես եւ ապացուցեց Հայաստանի Հանրապետության քաղաքացին թեկուզ եւ վերջին ընտրություններով։ Եթե նրանք շարունակում են պնդել նույն կացնային քաղաքականության վրա եւ իրենց շահերը նման, այսպես մեթոդներով առաջ մղելու վրա, ապա կարծում եմ պատասխանը էլի նմանատիպ է լինելու, որովհետեւ ոչ ենք նստելու սպասենք Ռուսաստանի Դաշնությունում ինչ կորոշեն կամ երբ կհասկանան, որ չի աշխատում նման մոտեցումները։ Բնական է, որ պետության պարտքն է նույն իր քաղաքացիների հետ կապված կամ արտահանողների հետ կապված, արտադրողների հետ կապված խնդիրները լուծել իր գործընկեր պետությունների հետ։ Նշենք նաև եւս երկու բան, տեսեք, Թուրքիան
երեք կարծեմ հայտարարություն լսեցինք, որ դրանք պատրաստվում են ճանապարհները բացել Հայաստանի Հանրապետության հետ, ավելի վերջերս էլ հայտարարվեց, որ Ախալքալակարս երկաթուղին նույնպես վերագործարկվելու է, այնպես որ այն բոլոր ապրանքները, որոնք հնարավոր չի լինի այլ ճանապարհներով ուղարկել Ռուսաստանի Դաշնություն, ԵԱՏՄ պետություններ, հնարավոր կլինի այլընտրանքային շուկաներում իրացնել։ Իդեպ մի բան էլ ԵԱՏՄ-ի հետ կապված, տեսեք, մենք ավելի շատ առևտուր արել ենք Ռուսաստանի հետ միշտ, տրադիցիոն, բայց ԵԱՏՄ-ն միայն Ռուսաստանը չի։ Ու այսօր քանի որ Ադրբեջանով եկող այդ գնացքի ճանապարհը այլևս բաց է ու հուսանք մնացած ուղություններով նույնպես ապաբլոկավորվեն կապուղիները, ապա մեր համար բացվում են նաև դեպի Ղազախստան եւ դեպի Ղրղստան գնացող ճանապարհները ու այդ շուկաներն էլ չեմ կարծում որ Ռուսաստանին շատ են զիջում հատկապես հաշվի առնելով որ Հայաստանը բավականին փոքր պետություն է եւ արտադրության քանակով այնպես չի որ ֆանտաստիկ քանակներ ունենք որոնք հնարավոր չի իրացնել Ղազախստանի կամ Ղրղստանի նման չափեր ունեցող պետություններում Տիկին Հողիկյան, գանք ամենակարևորին սահմանադրական փոփոխությունների։ Մենք գիտենք, որ քաղաքացիական պայմանագիրը 2018 թվականից դեռևս խոսում է այն մասին, որ սահմանադրության փոփոխելը շատ կարևոր է երկրի անվտանգության տեսանկյունից եւ ոչ միայն մի շարք նաեւ բաղադրիչներ է նշում, բայց մենք գիտենք, որ դրա համար հանրաքվե անցկացնելու համար հենց Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ սահմանադրական մեծամասնություն պետք է ստանան։ Հիմա մենք տեսնում ենք, որ խորհրդարանում այլ դասավորվածություն է, ինչը կարծում այդ իմաստով ելքեր կգտնվեն հանրաքվե կազմակերպելու առումով եւ եթե ոչ դա արդյոք կարող է անվտանգային լուրջ ռիսկ դառնալ Հայաստանի Հանրապետության համար Չեմ կարծում որ անվտանգային շատ լուրջ ռիսկ կարող է դառնալ որտեղ վատագույնը որ կարող է լինել մենք թերևս արդեն անցել ենք այդ փուլը ինչ վերաբերում է ինչպես կարող են եթե չեմ սխալվում կարելի է նաեւ ստորագրավակ կազմակերպել եւ համապատասխան քանակի ձայներ ունենալու դեպքում 300,000 այո հանրաքվե իրականացնել սա արդեն կառավարությունը պիտի որոշի, որովհետև նրանք նախընտրական խոստումներ են տվել իրենց ընտրողներին եւ պետք է հետամուտ լինեն այդ խոստումների իրականացման մասով։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ոչ միայն այս ընտրություններով, ընտրություններին նախորդած տարբեր հարցումներով էլ արձանագրել էր, որ ինքը խաղաղություն է ուզում իր մեծամասնությամբ։ Ուզում է խաղաղություն, ուզում է ստաբիլություն, ուզում են աշխատել եւ զարգանալ այդ իմաստով։ Հենց այստեղ Հայաստանի Հանրապետությունում այնպես որ իրենք պետք է փնտրեն այն ճանապարհները, որոնցով իրենց կողմից տված խոստումները Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կիրականացնեն։ Եվ Տիկին Հողիկյան ինչ է կարծում, արդյոք եթե հանրաքվե անցկացնելու այդ ելքերը փնտրի եւ գտնի քաղաքացիական պայմանագիրը, այնուամենայնիվ հանրությունը գնալու է եւ այո է ասելու սահմանադրական փոփոխություններին, ինչու եմ այս հարցը տալիս, որովհետեւ դուք գիտեք, թե վերջին տարիներին ինչքան շատ են եղել այդ պնդումները, որ սահմանադրական փոփոխությունների են գնում, պարզապես Ադրբեջանի պարտադրանքով եւ կամ ցանկությամբ կամ Իլհամ Ալիևի ցանկությամբ եւ ընդդիմությունը այդ իմաստով ջանք չի խնայում ամենօրյա ռեժիմով ապացուցելու, որ դա այո պետք է միայն Իլհամ Ալիևին եւ Ադրբեջանին, պարզ է թե դա ինչու է արվում, բայց այնուամենայնիվ դա չի կարող նաեւ որոշակիորեն արգելակել այդ գործընթացին եւ հանրության մի ստվար զանգված կարող է նաեւ իսկապես այդ մտորումները եւ մտավախությունները ունենալով ոչ ասի այդ սահմանադրական փոփոխությունները։ Ողջ նախընտրական ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վախեցնում էին, որ եթե մեզ չընտրեք օպոզիցիոն հարթակներից Հայաստան են գալու 300,000, 500,000, 1 միլիոն ադրբեջանցիներ։ Վախեցրել են մի շարք այլ սցենարներով, լսել ենք ամենատարբեր աբսուրդ թեզեր եւ ոչ միայն օպոզիցիայից, այլ նաեւ ռուսական ալիքներով հնչող։ Իդեպ նշեմ, որ ռուսաստանյան ռոպագանդիստական քարոզչական այդ ալիքները եւ հայաստանյան օպոզիցիոն այսպես կուսակցությունները հայլային կրկնում էին նույն թեզերը տարբեր ձևակերպումներով։ Ինչևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամենով հանդերձ գնաց եւ իր ձայնը տվեց քաղաքացիական պայմանագրին եւ խաղաղության օրակարգին։ Սա թերևս գոնե մի բան նշանակում է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ այլևս կարծում եմ հոգնել է այս լարված իրավիճակում ապրելուց եւ ի վերջո ուզում է ստաբիլ իրավիճակ ունենալ Հայաստանի Հանրապետությունում։ Կարծում եմ սրանից ավել պատասխան թերևս դժվար ավելի ուժեղ պատասխան դժվար կլիներ տալ կամ ավելի համոզիչ պատասխան թերևս Առաջիկա 5 տարիներին արտաքին եւ ներքին ինչպիսի քաղաքականության ականատես կլինենք Տիկին Հողիկյան, ձեր համար տեսանելի է դա արդեն։ Առնվազն կարող եմ ասել ինչ եմ ակնկալում։ Ակնկալում եմ, որ
կդիվերսիֆիկացվի էլ ավելի շատ Հայաստանի Հանրապետության թե արտաքին քաղաքականությունը, թե տնտեսական քաղաքականությունը, թե այլընտրանքային առհասարակ տարատեսակալ ուղղությունները, որովհետեւ մենք այլևս երբևէ մեկ կենտրոնից կրիտիկական կախվածություններ չունենանք։ Նմանատիպ խոստումներ լսել ենք առնվազն քաղաքացիական պայմանագրի կողմից նախընտրական շրջանում, այնպես որ կարծում եմ ցավոք չունենք օպոզիցիա, որը որ խորհրդանում հետամուտ կլինի այս բոլոր խոստումների իրականացմանը եւ առնվազն հաշվետվողականություն կպահանջի, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիին, քաղաքասարակությունը, ինչպես նաեւ 4 իշխանությունի իդեմս դες, կարծում եմ պետք է հետամուտ լինենք, որպեսզի նորընտիր իշխանությունները հետամուտ լինեն այն բոլոր խոստումներին, որոնք տրվել են նախընտրական շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Դատաիրավական համակարգում փոփոխություններին հավատում եք կամ վստահում եք այդ իմաստով խոստումներին քաղաքացիական պայմանագրի, գիտեք, այս իմաստով ասում են, որ կտրուկ են տրամադրված եւ պիտի նախկին ընտրությունների ժամանակ էլ բազում հայտարարություններ լսել ենք, կարծում եմ, որոնց լիակատար իրագործումը այդպես էլ ցայսօր չտեսանք տարբեր պատճառաբանություններով, բայց կարծում եմ ներկայիս իշխանությունները շատ լավ հասկանում են, որ թերևս չեն կարող նույն բանը 3 կամ 4 անգամ խոստանալ եւ չիրականացնել, այսինքն 3-4-ը հաջորդ ընտրությունների մասին է, այնպես որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս անգամ քվեարկել է հենց նաեւ այդ փոփոխությունների օգտին, ոչ միայն խաղաղության, այլ նաև բոլոր այն փոփոխությունների օգտին, որոնց իրականացման մասով խոստումներ են այսինքն որ օլիգարխիան է գլխատվելու քաղաքացիական պայմանագրի կողմից իրավական ճանապարհով բոլոր այն խոսքը չի գնում իհարկե անիրավական գործունեության մասին կամ չգիտեմ այն բոլոր գործելավոճերի թերևս յետ բերելուն, որոնց ականատես են եղել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչյանի ժամանակ, բնավ խոսքը գնում է բոլոր այն խոստումների մասին, որոնք եւ գործողությունների մասին, որոնք խոստացել են իրականացնել բացառապես իրավական համակարգի օգտագործման միջոցով։ Այն որ կան բազում խնդիրներ, բոլորն են բախվել, կարծում եմ, շատերն են տեսել եւ իրավական համակարգում եւ առհասարակ հիմա արտաքին քաղաքականությունը իր հերթին, բայց ներքին քաղաքականությունն էլ անշուշտ պետք է այսպես թիրախային կերպով եւ հետամուտ լինել եւ փորձել լուծել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի Հանրապետության առջև։ Եվ հասկանանք նաև թե ինչպիսի հարաբերություններ ակնկալել Ադրբեջանի հետ, առհասարակ հարևանների եւ Ադրբեջանի հետ մասնավորապես, որովհետեւ ընտրություններից հետո այնտեղից էլ լսում ենք որոշակի ագրեսիվություն հռետորաբանության իմաստով, մինչ այդ շատ ավելի փափուկ էին, լավ էին տրամադրված, հիմա ինչ որ էլի սկսել են պահանջատերի, այսպես դիրքից հանդես գալ ամենատարբեր հայտարարություններ անել, այնուամենայնիվ հստակ է, որ ադրբեջանական կողմը չի գնալու կոնֆլիկտի եւ կամ պատերազմի ճանապարհով եւ խորացվելու է խաղաղության գործընթացը, ավելի ինստիտուցիոնալ է դառնալու։ Այդ հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանանք, թե ինչքանով է դա ձեռնտու Ադրբեջանին, որովհետեւ որևէ երկիր ագրեսիայի չի դիմում պարզապես ինչ որ հայտարարություններ անելուց անմիջապես հետո։ Իսկ իրավիճակի վերլուծությունը գոնե այս պահի դրությամբ, որովհետև չգիտենք ապագայում ինչ կլինի, այս պահի դրությամբ ցույց չի տալիս, որ կոնֆլիկտի առհասարակ նոր այսպես սկսվելը Ադրբեջանի որևէ կերպ ձեռնտու է։ Ինչու, որովհետև նախ նույն TRIP-ի գործոնով պայմանավորված, Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ պայմանավորված, նույն Ադրբեջանը ինքը շահագրգռված է եւ շնորհիվ նաև խաղաղության պայմանագրի նախաստորագրման ու նաև TRIP-ի իրագործման այսպես հեռանկարների կարողացավ Միացյալ Նահանգների հետ ել ավելի ջերմ եւ ավելի մտերիմ հարաբերություններ ձևավորել, ինչին դրանք շատ վաղուց էին ձգտում։ Հիմա սեփական խոստումներին այսպես դավաճանելը, սեփական խոստումները չիրագործելը եւ Միացյալ Նահանգներին տրված խոստումների մասին է խոսքը այս դեպքում, կարծում եմ Ադրբեջանի շահերից չի բխում, այնպես որ առաջիկայում ես չեմ կարծում, որ նման հավանականություն կա, որ կոնֆլիկտի այսպես նորից վերսկսման ականատես կլինենք, բայց ապագան որևէ մեկը չգիտի, թե ինչպիսին կարող է լինել։ Ինչևէ պետք է արձանագրել, որ որևէ մեկը չի կարող երաշխավորել որևիցե պետություն, եթե մեկ պետության մասն է խոսքը, որովհետև մենք բազում անգամներ այս նախընտրական շրջանում լսել ենք, որ մեզ երաշխավորներ են պետք, երաշխավորներ են պետք։ Այսօրվա աշխարհում որևիցե պետություն չի կարող երաշխավորել, որ պատերազմ չի լինի։ Մեկ երաշխավոր կլինի, երկու երաշխավոր կլինի, նախ եկեք հասկանանք, որ նույն Ռուսաստանը, որի մասին այդքան խոսում էին նույն օպոզիցիոն կուսակցությունները, Ուկրաինայի երաշխավորներ։
մինչ Ուկրաինայի վրա հարձակվելու, Ուկրաինայի անվտանգության երաշխավորներ։ Եվ այսպիսի բազում օրինակներ կան, այնպես որ Հայաստանի քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու եւ անվտանգությունը եւ մնացած բոլոր ուղղությունները, կարծում եմ այս իմաստով միակ ճիշտ ճանապարհն է, որպեսզի կարողանանք ապահովագրել մեզ առնվազն շահերով պայմանավորված մեր հարևան պետությունների եւ այլն, իրենց իսկ շահերով պայմանավորված մեր այդ խաղաղություն պահպանելու եւ մեր այդ բարի դրացիական հարաբերություններ պահպանելու։ Եվ քանի որ մենք մեր զրույցը սկսեցինք Ռուսաստանի լռությամբ, ինչ է կարծում Ռուսաստանը այնուամենայնիվ սպասելու է մինչև վերջնական արդյունքները լինեն եւ նոր հանդես գա շնորհավորանքով հայտարարությամբ, թե չսպասել անգամ նման հայտարարության։ Առնվազն իրենց հայտարարություններին, եթե անդրադարձանեմ Դմիտրի Պեսկովի, Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակի, ապա նա նշեց, որ վերջնական արդյունքները դեռ չկան, շտապելու անհրաժեշտություն չկա եւ կրկին սա իրենց ժամանակ է տալիս առնվազն, որպեսզի իրենք տարբերակներ դիտարկեն, լուծումներ գտնեն, դեմքը փրկելով իրավիճակից դուրս գալու համար։ Կարծում եմ կլսենք շնորհավորանքներ առնվազն մի քանի պատճառով։ Պատճառներից մեկը այն է, որ նույն ռուս դիտորդները, ովքեր ԱՊ դիտորդների հետ միևնույն այսպես դելեգացիայով էին ժամանել Հայաստան դիտորդություն իրականացնելու, հավաստել են, որ ընտրությունները չեն անցել խախտումներով եւ համապատասխանում են ժողովրդավարական ընտրությունների բոլոր նորմերին, անցկացման բոլոր նորմերին։ Այնպես որ սա իր հերթին, երկրորդը Ռուսաստանը կարծում եմ անկախ նրանից, որ իրենց պլանները չիրականացան, այնպես կամ առնվազն ընտրությունները չվերջացան, այնպես ինչպես նրանք էին պլանավորում, հասկանում են, որ նման կտրուկ քայլերի դեպքում նրանք կկորցնեն Հայաստանը եւ Հայաստանի հետ միասին Հարավային Կովկասը, ինչը իրենց իսկ հայտարարություններով բազում անգամ նշել են, որ չեն կարող իրենց թույլ տալ։ Այսինքն սա միայն կարագացնի նրանց ռեգիոնից դուրս մղումը իրենց իսկ գործողություններով։ Այնպես որ ես չեմ կարծում, որ նրանք իրենց շահերով չեն առաջնորդվելու, պարզապես դեռևս չեն կողմնորոշվում, time out են վերցրել, մինչև պարզ կլինի, թե ինչպես են այդ քայլին գնալու կամ ինչպես են դա իրականացնելու։ Շնորհակալ եմ Տիկին Հոկյան։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետությունը մտակենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հողիկյանն էր։ Կհանդիպենք։